Ինչպես ագահ չանը վիշապ դարձավ։ Չինական ժողովրդական հեքիաթ։ Տարիներ առաջ մի մարդ էր ապրում Չան անունով։ Նրա հայրը վաղուց էր մահացել, իսկ մայրը ամեն օր գնում էր ծառայի աշխատանք կատարելու։ Իսկ ինքը Չանը հարուստ կալվածատիրոջ կովերին էր արածացնում։ Մի անգամ նա գնաց դաշտ խոտ հնձելու։ Մի ամբողջ բացատ հնձեց, խոտը պարկի մեջ լցրեց, դրեց շալակն ու գնաց տուն։ Հաջորդ օրը եկավ նույն տեղը և ինչ տեսնի։ Խոտն այնտեղ այնպես խիտ, բարձր ու հյութեղ էր, կարծես այն երբևէ չէին հնձել։ Շատ զարմացավ Չանը, նորից հնձեց բացատի խոտը ու տարավ տուն։ Երբ Չանը եկավ այնտեղ երրորդ անգամ, տեսավ նույն պատկերը, բացատը նորից ծածկվել էր խոտով։ Դրանից հետո Չանն սկսեց ամեն օր գալ բացատ և ամեն անգամ գիշերվա ընթացքում խոտն այնտեղ այնքան էր աճում, ինչպես կաճեր մի քանի ամսում։ Մի օր էլ Չանը ինքն իրեն հարցրեց. «Ի՞նչն է այստեղ գաղտնիքը։ Երեկ այստեղ կովերի նախիր էր արածում, իսկ այսօր ամեն բան այնպես է, կարծես այստեղ երբեք ոչ մի կով չի եղել»։ Չանը որոշեց տեսնել, թե ինչպիսի արմատներ ունի այդ զարմանահրաշ խոտը։ Նա հողը փորեց, մի արմատ հանեց և հանկարծ նկատեց, որ հողի մեջ ինչ-որ բան լույս է տալիս։ Չանը ձեռքը մտցրեց հողի մեջ և մի մարգարիտ հանեց։ Մարգարիտը այնքան գեղեցիկ էր, այնպես էր պսպղում արևի տակ։ Չանը անասելի ուրախացավ և վազեց տուն իր գտած մարգարիտը մորը ցույց տալու։ Մայրը հիացավ, զմայլվեց մարգարիտի գեղեցկությամբ և դրեց այն ամանի մեջ, որտեղ բրինձ էր պահում։ Եվ այդ օրվանից բրնձի ամանը միշտ լիքն էր, այնպես, որ նրանց տանը բրինձը երբեք չէր պակասում։ Սկզբում մայրը շատ էր զարմանում, այնուհետև հասկացավ, որ այդ մարգարիտը կախարդական է։ Նա թաքցրեց մարգարիտը այն տուփի մեջ, որտեղ փողերն էր պահում, և այդ օրվանից փողը նրանց տանը նույնպես երբեք չէր պակասում։ Եվ մայր ու որդի ապրեցին հարուստ ու կուշտ կյանքով։ Սակայն որքան շատ էր հարստանում Չանը, այնքան ավելի ժլատ ու աչքածակ էր դառնում։ Մի անգամ նրա աղքատ հարևանները եկան և խնդրեցին իրենց պարտքով մի քիչ փող ու բրինձ տալ։ «Ես նրանց ոչ մի բան էլ չեմ տա», ասաց Չանը մորը, «միայն դա էր պակաս։ Անբաններն ու աղքատները շատ են, ո՞ր մեկին օգնես»։ Եվ դուրս արեց հարևանների։ Մի ուրիշ անգամ էլ մի խեղճ կին էր եկել։ Խնդրում էր, որ իրեն թույլ տան գիշերելու։ Չանը նրան ներս չթողեց։ «Մեկ էլ տեսար, մի բան կթռցնի տնից»։ Նախկինում Չանը կենսուրախ ու բարի երիտասարդ էր, իսկ այժմ օրեցօր ավելի ու ավելի չար ու ագահ էր դառնում։ Եկավ մի դաժան ու ծանր տարի։ Երաշտը տարավ ողջ բերքը։ Հարևանները քաղցից տառապում էին։ Արդեն վաղուց ոչ մեկի տանը մի հատիկ բրինձ չէր մնացել։ Մարդիկ այնքան էին սոված, որ ծառի կեղև էին ուտում, իսկ Չանի ամբարները պայթում էին բրնձի լիությունից։ Նա նույնիսկ հավերին էր բրնձով կերակրում։ Հարևանները որոշեցին մի վերջին անգամ էլ գնալ Չանի մոտ և պարտքով բրինձ խնդրել նրանից։ «Ես նրանց հետ նույնիսկ խոսել չեմ պատրաստվում», ասաց Չանը, իմանալով հարևանների գալու մասին։ Նա վերցրեց իր կախարդական մարգարիտը, դրեց բերանը և դուրս եկավ տնից։ Չանը հասավ անտառի եզրին ու նստեց քարին, մի քիչ հանգստանալու։ Նա շատ հոգնած էր և քիչ անց քնեց, և ինքն էլ չիմացավ, թե ինչպես քնի մեջ կուլ տվեց մարգարիտը։ Չանը արթնացավ սաստիկ ծարավից, փորի մեջ ուժեղ այրոց էր զգում, ասես այնտեղ մի մեծ խարույկ էր վառվում։ Լեզուն ու կոկորդը անասելի չորացել էին։ Չանը տուն վերադարձավ, 2 դույլ ջուր խմեց, սակայն ծարավը չհագեցավ։ Այժմ նա գնաց գետի մոտ,
պառկեց փորի վրա և սկսեց խմել անմիջապես գետի միջից։ Խմում, արդեն գետի կեսը դատարկել էր, սակայն ծարավը ոչ մի կերպ չէր հագենում։ Եվ հանկարծ Չանը զգաց, որ ամբողջ մարմինը ձգված է, գլուխը ցավում է, ձեռքերն ու ոտքերը բռնվել են։ Շնչառությունը դժվարացել էր, աչքերը մթնել էին, իսկ ծարավը գնալով ուժգնանում էր։ Չանը դժվարությամբ սողեսող մոտեցավ գետին, կռացավ և ջրի մեջ մի ահավոր սարսափելի վիշապ տեսավ։ Վիշապի ժանիքները զարհուրելի էին, մորթապատ թաթերի վրա ծուռ ճիրաններ էին աճել, երկար պոչը ծածկված էր ձկան թեփուկներով։ Վիշապի երախից կրակ ու ծուխ էր դուրս գալիս, ժանիքները ահավոր կրճտոց էին արձակում, և Չանը հանկարծ հասկացավ, որ դա իր արտացոլումն է ջրի մեջ։ Նա սաստիկ վախեցավ, ոռնաց, իրեն դես ու դեն խփեց, սակայն ամեն բան ապարդյուն էր։ Կրկին մարդ դառնալ նա այլևս չէր կարող։ Ահա այսպես պատժվեց Չանը իր ագահության և չարության համար։